Այս լուսանկարում պատկերված է հանրապետական նշանակության հուշարձան շենքը, որը կառուցվել է 1907 թվականին ճարտարապետ Բորիս Մերաբյանի նախագծով, հայտնի է եղել իր մեծությամբ եւ շքեղությամբ եւ ներկայացրել է 19-րդ դարեսկզբի Երևանի ճարտարապետությանը բնորոշ լավագույն գծերը։ Մովսես Խորենացի 16 հասցեում գտնվել է Երևանի քաղաքապետարանի Ապա Սպանդարյանի շրջխորհրդի վարչական շենքը։ Երևանի սրտում նախկին Շահումյանի հրապարակում տեղակայված հուշարձանը տարիներ շարունակ համարվել է մայրաքաղաքի պատմամշակութային կարևորագույն կառույցներից մեկը, սակայն այսօր այն այլևս գոյություն չունի։ Դրա փոխարեն հյուրանոց է կառուցված։ Հակակոռուպցիոն կոմիտեից տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի մի շարք պաշտոնատար անձինք 1999-ից 2002 թվականների ընթացքում չարաշահելով իրենց լիազորությունները ապօրինի թույլատրել են հանրապետական նշանակության հուշարձանի քանդումը։ 1999 թվականի հուլիսի 21-ին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից որոշում է կայացվել հուշարձան շենքը 400,000 ԱՄՆ դոլարով օտարելու Renko Spa իտալական ֆիրմային, սակայն նույն որոշմամբ որպես պարտադիր պայման սահմանվել է, որ այն պետք է վերակառուցվի, վերականգնվի, պահպանելով քաղաքի տվյալ հատվածի պատմական միջավայրը։ Այնուհետև կենտրոնի թաղապետը չարաշահելով լիազորությունները, խախտելով պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության ու օգտագործման մասին օրենքի պահանջները, ըստ որոնց հուշարձանների քանդումն արգելվում է, Renko ընկերությանը 2000 թվականի հունիսի 2-ին տրամադրել է քանդման թույլտվություն ճակատային պատն ամբողջությամբ պաշտպանելու պայմանով։ Եվ դրա արդյունքում շենքը մասամբ քանդվել է։ Դրանից հետո Երևանի քաղաքապետի, նրա տեղակալի գլխավոր ճարտարապետի, պաշտոնները զբաղեցնող անձինք չարաշահելով իրենց լիազորությունները, հուշարձանների պահպանության վարչության պետից ստանալով գրություն առայն, որ վարչությունը չի առարկում հուշարձանի տեղափոխմանը, նախաձեռնել են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հուշարձանի ապամոնտաժման թույլտվություն տրամադրելու գործընթաց։ Ներկայացված փաստաթղթերի հիման վրա կառավարությունը 2000 թվականի հուլիսի 21-ի որոշմամբ թույլատրել է ապամոնտաժել հուշարձան շենքը եւ քարերը պահեստավորել, հետագայում հուշարձանը վերականգնելու պայմանով։ Միաժամանակ կառավարությունը նույն որոշմամբ հանձնարարել է Երևանի քաղաքապետին նշված գործընթացը կազմակերպել պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության վարչության հետ համատեղ։ Երևանի քաղաքապետի տեղակալի, ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետի, շինարարություն եւ բարեկարգում ՊՓԲ տնօրենի պաշտոնները զբաղեցնող անձինք, չարաշահելով իրենց լիազորությունները, չեն ընդգրկել պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության վարչությանը հուշարձանի տեղափոխման գործընթացին, վերջինիս զրկել են հուշարձանի գիտական ուսումնասիրման, չափագրման եւ լուսանկարման աշխատանքներ իրականացնելու հնարավորությունից եւ ապօրինի կերպով առանց համապատասխան եզրակացության թույլատրել են Renko Spa ընկերությանը ապամոնտաժել նշված հուշարձանը։ Այսպիսով պաշտոնատար անձանց պաշտոնեական դիրքը չարաշահելու պատճառով հանրապետական նշանակության հուշարձանը վերակառուցման, տեղափոխման եւ վերականգնման փոխարեն ապօրինի քանդվել է եւ այլևս չի վերականգնվել, հանվել է հանրապետական նշանակության հուշարձանների ցանկից։ Հուշարձանի փոխարեն անգլիական այգու տարածքում Renko Spa ընկերությանը հատկացվել է 2950 քառակուսի մետր մակերեսով հողամաս, որտեղ կառուցվել է բոլորովին այլ ճարտարապետությամբ, այլ ոճով, այլ շարվածքով 6 հարկանի կոնգրես հյուրանոցը, որը հետագայում 2014 թվականին ձեռք է բերել Space Management ՍՊ ընկերությանը պատկանող Alparco ՍՊ ընկերությունը 4 միլիարդ 367 միլիոն դրամ արժեքով։ Քրեական հետապնդումներ է հարուցվել 6 նախկին պաշտոնատար անձանց՝ Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի, քաղաքապետի տեղակալ նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի, ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության նախկին պետ Հրաչյա Սարգսյանի, շինարարություն բարեկարգում ընկերության նախկին տնօրեն Աշոտ Սարգսյանի, կենտրոն համայնքի նախկին թաղապետ Արարատ Զուրաբյանի եւ պատմության ու մշակույթի հուշարձանների պահպանության վարչության նախկին պետ Գագիկ Գյուրջյանի նկատմամբ։ Երեքի մասով քրեական հետապնդումը վաղեմության հիմքով դադարեցվել է, իսկ Նարեկ Սարգսյանը եւ Գագիկ Գյուրջյանը առարկել են վաղեմության կիրառմանը եւ նրանց մասով գործն ուղարկվել է դատարան։ Կենտրոն համայնքի նախկին թաղապետ Արարատ Զուրաբյանը ըստ քննիչի այժմ գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ նրա նկատմամբ հետապնդումը կկասեցվի մինչեւ հայտնաբերումը։ Քրիստինե Թորոսյան, Արման Թովմասյան, լուրեր։